Բարև ձեզ։ Մինչ մենք տարված ենք հայ-ադրբեջանական գործընթացով, Ուկրաինայի շուրջ վերջի զարգացումներով, բավական ուշագրավ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Թուրքիայում, այստեղ բազմահազարանոց բողոքի հանրահավաքներ սկսվեցին այն բանից հետո, երբ ձերբակալվեցին Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը եւ իր կողմնակիցները։ Բազմահազարանոց ցույցեր, իշխանությունը ուժ է կիրառում, ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, այլ միջոցներ, ձերբակալվածներ, ավելի քան 1000-1100։ Իշխանությունը ընդդիմադիր քաղաքապետին մեղադրում է ահաբեկիչների հետ համագործակցելու կոռուպցիայի մեջ։ Նա բնականաբար այս ամենը հերքում է եւ համարում է դա զրպարտություն։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ թուրքագետ Նելի Մինասյանի հետ։ Բարև ձեզ։ Փորձենք հասկանալ ինչ է կատարվում Թուրքիայում, հասկանալ ներքին եւ արտաքին հնարավոր պատճառները, դերևս ներքինից սկսենք։ Ներքին ինչ պատճառներ կային, երբեմն ասում են նախընտրական բան է այս ամենը, բայց չէ որ ընտրություններին դեռ բավական ժամանակ կա, կարծեմ թե 3 տարի 2028-ին։ Ինչ է կատարվում։ Նախ Էքրեմ Իմամօղլուի անձի հետ կապված ստեյության քննարկումները իշխանության կողմից ավելի շատ ավելի վաղուց էին սկսվել, որովհետև ընդդիմությունը հանձինս Հանրապետական ժողովրդական կուսակցության որպես գալիք ընտրություններում նախագահի թեկնածու հիմնականում տեսնում էր նրան եւ վերջին ուրեմն օրերին միջև ձերբակալությունը ավելի լուրջ գործընթացներ այս առումով կազմակերպվեցին հենց նրան ուրեմն թեկնածու ներկայացնելու ուրեմն հետ կապված։ Եվ միաժամանակ հետաքրքիր էր, որ վերջին ամիսների ընթացքում թե իշխանական եւ թե ընդդիմադիր մամուլներ, ուրեմն մամուլ եւ նաեւ տարբեր հարթակներ, լուրջ հարթակների մասն է խոսքը, որ հարցումներ էին անցկացնում հնարավորության մասին, թե ինչ հնարավորություն ունի Իմամօղլուն եւ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ նրա հնարավորությունները բավականին մեծ է իսկապես Էրդողանին ուրեմն հաղթելու տեսանկյունից։ Այստեղ բնականաբար խնդիրներ կան, Էրդողանը չի կարող, եթե 2028-ին լինի այլևս, այսինքն ուրեմն ինչ-որ տրանսֆորմացիա պետք է տեղի ունենար եւ եթե կարճ ասեմ, Իմամօղլուն իսկապես բոլոր շանսերը ունի ըստ էության Էրդողանին լուրջ հակառակորդ լինելու համար եւ սկսվեցին այդ գործերը։ Նշեմ, որ 2 գործով են նրան ձերբակալել իրականում կաշառակերության գործն է, որի հետ կապված անգամ իշխանությունները տենց ռոլիկ տարածեցին եւ նաեւ ահաբեկչությանը հովանավորելու։ Ինչ այլոց Թուրքիայում ավելի շատ սպասում էին, որ երկրորդ գործով նրան առաջինը այսպես կկալանավորեն, բայց երբ որ սկսվեց այդ ամբողջ process-ը, ահաբեկչության հովանավորչությունը երկրորդ պլան է եկել եւ նրան կոռուպցիայի մեջ են մեղադրում բավականին մոտ 350 էջանոց գործ են կազմել եւ ըստ էության ուրեմն գնում է այս գործընթացը եւ գիտեք մարդիկ հենց Թուրքիայում հասարակ մարդիկ այդքան որ դուրս են գալիս փողոց այսպես նաև կոչերից դատելով արդարության կոչ է ավելի շատ, որտեղ դատական համակարգի հետ կապված առաջին անգամ չէ որ Թուրքիայում աղմկահարույց գործեր են ուրեմն ներկայացվում եւ հենց արդարության, արդարադատության այսպիսի խնդիրների հարց նաեւ կա, այո։ Իսկ քաղաքականության տեսանկյունից ընդհանրապես Թուրքիայի քաղաքական համակարգի մեջ կա զոհի կերպար Ինչ այլոց Էրդողանը նույնպես այդ կերպարով է եկել իշխանության 2002 թվականին եւ բնականաբար այսօր ընդդիմությունը դա փորձում է կրկին շահարկել։ Տեղավորում է զոհի կերպարի մեջ։ Ինչ որ առումով այո։ Ինչպես լուրջ վերաբերել են տեղեկություններին, որ նա տեղեկացված էր այս ամենի մասին, գիտեր որ այսպիսի բան պիտի լինի, ավելին ասում են թե ներսից է նա դավաճանվել իր կուսակիցներից մեկը հաղորդում է ներկայացրել 80 էջանոց եւ այլն եւ Իմամօղլին որոշել է օգտագործել այս ամենը կազմակերպել եւ օգտագործել Էրդողանի դեմ։ Ես կարծում եմ որ ինքը հարուցված գործերի մասին տեղյակ է եղել որովհետեւ
հանրապետական ժողովրդական կուսակցությունը ինքը ինստիտուցիոնալ կուսակցություն է եւ բոլոր օղակներում ունի իր ներկայացուցիչները, բոլոր այդում դատական համակարգում, ոստիկանությունում եւ այլն եւ այլն։ Այսինքն ես կարծում եմ, որ նրանք տեղյակ են եղել եւ կարելի է ենթադրել, որ քայլերը վերջին օրերի, որ նրան հենց նրան է նախագահի թեկնածու, ուրեմն դիտարկում եւ այլն, սրա այս համատեքստում կարելի է դիտարկել, բայց այնուամենայնիվ դրա կրկին համատեքստում ուրեմն փոքր հավանական են, որ նա այդ մասշտաբի թեկուս կաշառակերության մեջ ներքաշվեր, ընդ որում 560 միլիարդ թուրքական լիրայի գործ է եւ այն դեպքում, երբ որ Ստամբուլ քաղաքի բյուջեն 564 միլիարդ է։ Այսինքն տեսեք ինչ հետաքրքիր է, այս մի փոքր ես անհավանական եմ համարում եւ մանավանդ որ ինքը իրենց ընտանիքը բավականին ունևոր ընտանիք է, բիզնես ունեն եւ այլն եւ այլն։ Եվ եթե անգամ սա էլ համարենք, որ իսկապես քրեական հետապնդման համար ահաբեկչության հովանավորությունը նկատի ունենալով, որ քրդական բանվորական կուսակցությանը հովանավոր է, սա ընդհանրապես մի փոքր չի դիմանում, այո, քննադատությանը։ Եվ պետք է դիտարկել, որ իրանք այս գործընթացների մասին իմացել են, որովհետև տեսեք հիմա ընդդիմությունը շատ գրագետ է աշխատում, շատ։ Եվ իրանք քայլի վրա օր քայլով, այսպես առաջ են գնում, իսկ իշխանությունը դրան պատասխանում է հիմնականում բռնությունների միջոցով։ Այնպես որ որոշակի պլան կա եւ իդեպ ասեմ նախագահը ՀԺԿ-ի Ozgur Özelը հենց հայտարարեց, որ իրանք պլան B-ել ունեն, իրանք չեն հանձնվելու եւ պայքարով շարունակելու են իրենց պայքարը։ Մենք դիտարկեցինք Էմամօղլուի դիտանկյունից այդ կողմից, հիմա փորձենք Էրդողանի աչքերով նայել, գուցե այս ամեն ինչ հենց իրեն էլ է ցերընտու։ Ինչ նկատի ունեմ, որ խոսեցինք գալիք ընտրությունները 28 թվականին են, նա իրավունք չունի առաջադրվել, եւ եթե այսպիսի իրավիճակ է լարում է ստեղծվում, ապա առաջ է գալիս արտահերթ ընտրությունների հարց, այլապես պիտի սահմանադրություն փոխեին, բայց հիմա եթե առաջ կա արտահերթ ընտրությունների հարց, Էրդողանը առաջադրվելու խնդիր չի ունենա այլևս։ Գիտեք, ես այդ սցենարն եմ դիտարկում ավելի շուտ, որովհետև Էրդողանը ինքը ճգնաժամեր ստեղծելու եւ ընդհանրապես ստեղծված ճգնաժամերից դուրս գալու շատ մեծ վարպետ է։ Եվ ինքը ընդհանրապես մի այսպիսի խոսք ունի, որ բոլոր իրավիճակներում, այդ թվում ճգնաժամային, կա հնարավորություն։ Ու ինքը դա փաստացել 2016 թվին ապացուցեց, երբ որ հեղաշրջումը ստեյության կատարված փաստ էր։ Ինքը գտավ մի ճանապարհ, որով ազդեց ժողովրդի վրա, ժողովուրդը դուրս եկավ փողոցներ եւ փաստացի պաշտպանեց ուրեմն նրան։ Հիմա տեսեք, այստեղ նույնպես կարող է նմանատիպ ինչ-որ մի սցենար ուրեմն տեղի ունենա։ Ընդհանրապես այս պահին ճիշտ է բազմահազարանոց ցույցեր են Թուրքիայի գրեթե բոլոր ուրեմն քաղաքներում, այո, խոշոր քաղաքներում հատկապես, բայց Էրդողանը դեռ բավականին մեծ աջակիցներ ունի։ Որոշ ուրեմն վերլուծաբաններ կարծում են, որ Էմամօղլուի ու Էրդողանի աջակիցները գրեթե հավասար են։ Այսինքն այս ինչ որ օրինակ Էրդողանի իր կողմնակիցներին ցույցի հրավիրի կամ օրինակ իրենք օրինակ արգելել են խոշոր քաղաքներում ցույցերը, ելույթներ, բայց շարունակում է։ Տեսեք, այսինքն կարող են ամեն ինչը օգտագործել, այո, արտակարգ դրություն հայտարարել եւ գնալ արտահերթ ընտրությունների։ Սա Էրդողանի ոճով է հնարավոր է, որ նմանատիպ ինչ-որ սցենար գործի դրվի։ Որ ասում եք հիմա Էրդողանը ընդհանրապես կարողանում է ճգնաժամային իրավիճակները կառավարել եւ երկեր գտնել, կարծում եք հիմա կհաջողվի ուժով լինի, թե այլ միջոցներով լինի հարթել իրավիճակը, կարգավորել, մարդկանց տուն ուղարկել, թե այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու։ Նախ նշեմ, որ Էրդողանը փորձեց հենց 19 երեկոյան է, երբ որ Էմամօղլուին ձերբակալեցին, ինքը դիմեց Օզելին եւ առաջարկեց, որ մարդկանց մի հանեք փողոց, մենք գնանք դատարանում մեր հարցերը լուծենք,
եւ ընդդիմությունից նրան պատասխանեցին, որ մենք գիտենք քո դատարանները ինչպիսին են եւ մենք միակ տարբերակը դա փողոցն է։ Եվ ընդդիմությունը ըստ էության հաշվարկել է իր բոլոր շանսերը եւ այն, որ իրանք հենց առաջին օրվանից հայտարարեցին, որ գործողությունների իրական հիմքը միայն փողոցը կարող է լինել, այսինքն փողոցով գնան ինչ-որ փոփոխությունների, իրանք այս գծին հետևում են։ Եվ ես կարծում եմ, որ իրանք առաջիկայում նույնպես այս գծին ուրեմն կհետևեն։ Տեսեք, իրենք այս գծի հետ միասին նաև շատ գրագետ ինչ-որ քայլեր են կատարում, օրինակ նախ ընտրությունը Իմամօղլուի թեկնածությունը առաջադրել է եւ ինչ որ յուրահատուկ այսպես ընտրություն կազմակերպել է։ Երկրորդ իրենք կոչ արեցին բոյկոտել, ընդհանրապես հրապարակեցին ցուցակ Էրդողանին, ընտանիքին, Էրդողանի մտերիմներին պատկանող հաստատությունների բոլոր տեսակի, այդում սկսած ուրեմն սրճարաններից եւ ասին, որ բոյկոտեք։ Եվ ուրեմն նաև մամուլի հետ կապված, որտեղ ավելի վաղ էին պրոիշխանական մամուլին փորձում են չեզոքացնել, չթողնել ցույցերին, որտեղ ակնհայտ է նրանք այլ կողմից են լուսաբանում գործընթացը, փոխարենը ձերբակալում են մյուս ուրեմն լրագրողներին, այսինքն ինչ որ հստակ գործընթաց տեղի է ունենում եւ քանի այսինքն սա իմ կարծիքով արագ մարվող եւ համաձայնության գալու խնդիր չի։ Երկարաժամկետ ավելի շուտ պետքա դիտարկել, որովհետեւ դիտարկելով ուրեմն ընդդիմության քայլերը, որ իրենք պլանավորած այսպես գնում են, ես կարծում եմ, որ երկարաժամկետի մեջ իրանք փորձում են կոնսոլիդացնել տարբեր խնդիրներ, որտեղ որ նա կա խնդիրներ, որ իրանք առայժմ քիչ են անդրադառնում։ Ես դրան պիտի գայի, դուք ասում եք ընդդիմությունը գրագետ է գործում, պլանավորած է քայլերը, պլան B ունեն եւ փողոցներում ավելի շատ շեշտադրում են արդարության, արդարադատության, իրավունքի հարցերը, այստեղ տնտեսություն, սոցիալական վիճակը չէ, դրա մասին պետք է խոսենք։ Ուրեմն տնտեսական վիճակի մասին թեև որոշ ելույթներում խոսում են, օրինակ Անկարայի քաղաքապետը հենց առաջին օրը, որտեղ այնտեղ շատ մեծ տնտեսական խնդիրներ ի հայտ եկան, հենց խոսեց, բայց ես որքանով որ դիտարկում եմ, իրենք դեռ սոցիալ-տնտեսական խնդիրը առանցքային չեն դարձրել։ Բայց առանցքային դառնալու պոտենցիալ ունի, այո, իհարկե։ Թուրքիայում տնտեսություն լիրա շատ, այո, շատ բան վիճակում է։ Իրենք անընդհատ նշում են, որ օրինակ միայն 19-ին 26 միլիարդ թուրքական լիրա է կորցրել Թուրքիան, նշում են, որ դա ինչքան թոշակ կբարձրացներ։ Որոշ խնդիրներ քննարկում են, բայց առայժմ շեշտը դրա վրա չեն դնում։ Առայժմ շեշտը դրվում է ավելի շատ ուրեմն արդարադատության, այս տիպի խնդիրների վրա է դրվում, բայց ըստ էության, երբ որ ասացի երկարաժամկետ եմ, ուրեմն ես դիտարկում, որ արագ չի մարվելու, այսինքն այստեղ կա դեռ պոտենցիալ, իրենք դեռ տնտեսական խնդիրներն էլ կօգտագործեն, նաև երեք օզելի ելույթից դիտարկելով ես կարծում եմ նրանք նաև որոշ չափով կօգտագործեն քեմալիզմի գաղափարները, մասնավորապես աշխարհիկության, իսլամի հետ կապված այս խնդիրները, որտեղ երեք կոնկրետ իրենք հստակ ուրեմն նշում են, որ եթե Թուրքիան չմնա աշխարհիկ պետություն, նման կլինի ուրեմն Սիրիային, Աֆղանստանին, Իրանին եւ որը Թուրքիայի համար ուղղակի ճանապարհ չի որպես կայուն ծաղկուն պետություն զարգանալու համար, այսինքն Քեմալի թեզերը։ Եվ եւս մի հարցի եթե անդրադառնամ, ուրեմն արտաքին միջամտության կամ ազդեցությունների մասին ուրեմն խոսակցներ իմ կարծիքով այս պահի դրությամբ չափազանցված է։ Կգանք արտաքինին կգանք, այս հատվածը ներքինը ամփոփենք եւ հաջորդ հատվածում արդեն խոսենք արտաքին պատճառների մասին։ Հիմա Էմամօղլուն նախագահության գնացող ճանապարհին է, որն անցնում է բանտում, թե բանտում դեռ նա երկար կմնա։
երկար կմնա իհարկե, այնպիսի գործեր են, որոնք որ միայն կաշառակերության հետ կապված նրան մի քանի տասնյակ տարի դատապարտում է նախատեսվում, բայց գիտեք, դա Թուրքիան է, կարող է իշխանափոխության եւ այլ բաներ լինի, եւ մենք լրիվ հակառակ պատկեր կտեսնենք։ Այսինքն ամեն ինչ կախված կլինի, թե ընդդիմությունը հետագա գործողությունների արդյունքում քաղաքական ինչ խնդիրներ կլուծի։ Սա առաջին տարբերակ։ Երկրորդ տարբերակ իրանք ունեն եւս մեկ տեխնացու։ Դա Մանսուր Յավաշն է, Անկարայի քաղաքապետը, այնպես որ եթե այս փողոցում հաղթանակի չհասնեն, ըստ էության իրանք արդեն կամ փողոցում տեղի ունեցած իրանք հետո կկոնսոլիդացնեն Յավաշի շուրջ, որտեվ Յավաշը եւս լուրջ դեմք է եւ անգամ որոշ պրոիշխանական վերլուծաբաներ ավելի մեծ շեշտ են դնում եւ քննադատեցին անգամ որոշներ Էրդողանին, որ Իմամօղլուին ձերբակալեցին, բայց խոշոր գործիչներից մեկը մնաց, որը էլի ռեալ շանսեր ունի իր շուրջը այդ բոլորը կոնսոլիդացնելու։ Որ մեկին ձերբակալի։ Լավ, հիմա ասենք արտաքին հնարավոր պատճառներին եւ դրսից արձագանքներին։ Նախ արձագանքներից սկսենք, ինչպիսին է միջազգային հանրության եւ միջազգային մեդիայի արձագանքը Թուրքիայում տեղի ունեցողին։ Փոքր դադարից հետո շարունակենք։ Կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ թուրքագետ Նելի Մինասյանի հետ, մենք հասանք արտաքին հնարավոր պատճառներին, կապերին։ Նախ արձագանքը միջազգային հանրության եւ միջազգային մեդիայի ինչպիսին է։ Արտացոլում է այն, ինչ կատարվում է Թուրքիայում։ Ես որքանով որ նայեցի վերջին ուրեմն օրերը, խոշոր ուրեմն լրատվականները, ես չէի ասի թե մեծ չափով ուրեմն լուսաբանվում է ինչ է կատարվում Թուրքիայում, որտեղ երբ որ մենք նայում ենք թուրքական հետ հարթակները, սոցցանցերը, այն որ անգամ այդ փակ պայմաններում, որտեղ իշխանությունը ինֆորմացիայի փակման հետ կապված հստակ եւ շատ լուրջ քաղաքականություն է վարում, էլի մեծ այսպես պատկերացում է կազմում տեղի ունեցողի մասին, բայց միջազգային մամուլը մի տեսակ, այսինքն թոփ թեմաներ որպես չի քննարկում։ Սա առաջին։ Իհարկե երեք այսօր եղան որոշակի վերլուծական բնույթի հրատարակումներ, որոնք ավելի շուտ այս տրամաբանությամբ են, որ Էրդողանը կիսաավտոկրատ պետություն էր ստեղծել, հիմա եթե ցույցարարները չհաջողեն, այսինքն այս գործընթացը չհաջողվի, ինքը լրիվ ավտորիտար պետություն է ստեղծելու։ Այսինքն ոնց որ իրենք ավելի ուղղությունը տանում են, որ թուրքական ռեժիմը ավտորիտար է, չգիտեմ, գուցե ավելի հեռատես այսպես գործողությունների համատեքստում, որովհետև բնականաբար ավտորիտար Թուրքիայի ընկալումը հենց իրենց համար Թուրքիայի դիրքերը բավականին ուրեմն թուլացնում է, եթե դիտարկենք թե եվրոպական ինչպիսի քննարկումներ են գնում, որոնց Թուրքիան ուզում է մասը կազմել աշխարհակարգի, անվտանգային համակարգի, եվրոպական համայնքի, այո, եվրոպական համայնքի ավտոկրատիզմ եւ ժողովրդավարություն, այստեղ պետք է հիշել Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարությունը, մտահոգությունը այն ինչ կատարվում է Թուրքիայում եւ Էրդողանին հիշեցնելը, որ Թուրքիան Եվրախորհրդի անդամ է, Եվրամիության անդամության տեխնացու է, կամավոր ստանձնել է պարտավորություններ եւ պարտավոր է հիշել եւ կատարել այդ պարտավորությունները։ Բայց այս ամեն ինչը տեղի ունենում կարծես թուրք-ֆրանսիական վերջին ամիսների հարաբերությունների մեջ ջերմացում, անընդհատ խոսում էին, չէ, Մակրոնն ու Էրդողանը եւ այլն։ Եվ ուրեմն ինչը ստիպեց Ֆրանսիային արձագանքել այս տոներով։ Ժողովրդավարությունը միայն թե այլ պատճառներ կարող են։ Գիտեք, ես ավելի շուտ կասեի դա ստանդարտ արձագանք է, որտեղ նմանատիպ արձագանքներ նաև ըստ էության մյուս երկրների ներկայացուցիչները Եվրոպան նկատի ունեմ, Եվրամիության երկրները։ Եվ տեսեք, ինչ եմ ասում ստանդարտ, որտեղ էության մեջ լուրջ քննադատություն չկա իշխանությունների հասցեին, որոնք որ բիրտ ուժ են կիրառում հենց ցույցերի առաջին օրից սկսած։ Հիմա ես օրինակ
անդադ համեմատություններ եմ տանում, եթե հարևան այլ պետություններում դա տեղի ունենար, եւ օրինակ կարող են բերել մեր հարևանը Իրանին, ինչպիսի քննադատություններ էինք մենք լսելու։ Բայց այստեղ մենք կարծես թե այսպես ավելի մեղմ բաներ ենք լսում առայժմ։ Դե ամեն դեպքում հետաքրքիր է, որ Թուրքիան ինքնառաջադրվում էր ճակերտների մեջ, ասեմ, ինքնառաջադրվում էր Եվրոպայի անվտանգային նոր ճարտարապետության մեջ կարևոր դերակատարության, իսկ Մակրոնը այսպես ավելի վերևից դիրքերով հիշեցնում է նախ պարտավորությունները, պարտականությունները կատարից ստացած։ Դե տեսեք, դա ընդհանրապես Եվրոպային միշտ ձեռնտու է եղել ավելի թույլ Թուրքիայի հետ գործ ունենալ։ Դա դեռ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանից եկող այսպես քաղաքական սկզբունք է։ Իմ կարծիքով այստեղ նաև դա պետք է դիտարկել։ Այս իրավիճակում Էրդողանը շատ ձեռնտու քաղաքական գործիչ է Արևմուտքի համար, նաև Միացյալ Նահանգների համար։ Ինչ այլոց մենք Միացյալ Նահանգներից ընդհանրապես բայց այստեղ քանի որ խոսեցինք Ֆրանսիայի եւ Եվրամիության անդամ երկրների, որ ասում եք ստանդարտ արձագանք է, հարցանիշ թե մտահոգությունը ժողովրդավարությունն է, թե այլ պատճառներ կարող են լինել, մասնավորապես այսօր է կարծեմ Ֆիդանի այցը Վաշինգտոն, այնտեղ հանդիպումը, գուցե Եվրոպական միությունը կամ Ֆրանսիան որպես առաջատար ինչ-որ մտահոգություն ունեն, որ Վաշինգտոնում Ֆիդանը Թուրքիա Միացյալ Նահանգները ինչ-որ գործարք կնքեն, որ գլուխ ցավանք կդառնա Եվրոպայի համար։ Տարբերակ։ Իրականում արտաքին քաղաքականության մեջ թուրքական կողմը բավականին ակտիվ է։ Ամերիկացիների հետ նախ մի անգամից նշեմ, որ իրենց բոլոր հարցերը կարգավորված չեն եւ դա ավելի շուտ այցը պետքա դիտել ամերիկա-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում։ Եվ օրեր առաջ տեղ ունեցավ Թրամփ-Էրդողան հարցազրույցը եւ Էրդողանը ընդհանրապես Էրդողանը ուզում է հանդիպել Թրամփին, ես կարծում եմ, որ նաև այդ խնդիրը կքննարկվի եւ այնտեղ իրենք ունեն ավելի լուրջ խնդիրներ, քան թե այս պահին Եվրոպայի հետ կապված հարցերն են։ Դա Սիրիան է։ Հա։ Սիրիան է, որովհետև տեսեք առաջին հերթին Թուրքիան ցանկանում է, որպեսզի Միացյալ Նահանգները, որը որ քրդական հատվածում բազաներ ունի եւ այնտեղ ունի նաև որոշ կոնտինգենտ, դուրս բերի եւ ամբողջ տարածաշրջանը հանձնի Թուրքիային։ Այդ թվում ահաբեկչության դեմ պայքարը։ Թուրքիան ցանկանում է, որպեսզի ինքը հետ վերադառնա առնվազն F-16-երի ծրագիր, իհարկե նաև իրենք խոսում են F-35-երի ծրագիր վերադառնալու մասին եւ այդ մասին անգամ որոշ արձագանքներ եղան այդ հեռախոսազրույցից հետո։ Այսինքն այստեղ խնդիրը Թուրքիա-Ամերիկա հարաբերությունների կարգավորման մեջ է, այդ տիրույթում է, ոչ թե Եվրոպայի այդ անվտանգ, դրանք ընդհանրեն այս պահի դրությամբ խոսակցություններ են, որոնք կարող են, չգիտեմ, տասնամյակներ ձգվել դրանց իրականացումը։ Իսկ որ հիշեցիք Էրդողան-Թրամփ հեռախոսազրույցը, նաև փորձագետները ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի մեծ զարգացումները սկսվեցին այդ հեռախոսազրույցից 2-3 օր անց։ Այստեղ կապ տեսնել։ Ես իրական դավադրությունների տեսության կողմնակից չեմ, բայց որոշակի կապ կար ըստ էության իմ կարծիքով եւ նաեւ եթե դիտարկենք Թրամփի խորհրդականի հարցը, որ իրենք Թուրքիայի հետ բավականին կոնստրուկտիվ խոսակցություն են ունեցել Էրդողանի հետ եւ որոշ հարցերում իրենք ունեն ընդհանուր պատկերացում եւ այստեղ գիտեք մի հարց էլ կա, որ թուրքական կողմն է գրում այդվում նաև իշխանական թևնագրում, որ Իմամօղլուն շատ մեծ կապեր ուներ դեմոկրատների հետ, այսինքն նրա իշխանության գալը ավելի հավանական էր դեմոկրատների շրջանում, որոնք ամեն ինչով պաշտպանում էին Իմամօղլուին եւ իսկապես։ Իսկ հանրապետականների հետ նրանց կապը, թե Իմամօղլուի, թե ուրեմն ընդդիմության թույլ է։ Եվ սա Էրդողանի համար հնարավորություն է, որպեսզի ինքը արդեն այդ բացը լրացնի։
այս հիմքերից դիտարկելով եւ նաեւ Միացյալ Նահանգների արձագանքը, տեսեք արձագանքը, որ դա իրենց երկրի ներքին գործն է, բացի այն արագությամբ տարբեր X-ի բլոկում օպոզիցիոն ակաունտները ջնջելը, թույլ չտալ, այսպես գրեթե կարծես թե մանրուքներ են, բայց իմ կարծիքով կարևոր մանրուքներ են, որոնք ցույց են տալիս ամերիկացիների վերաբերմունքը։ Էմամոգլին ընդհանրապես արևմտամետ գործիչ պիտի համարել։ Այո։ Նա ընդհանրապես ՀԺԿ-ն դիրքավորված է դեպի արևմուտք։ Տեսեք, ուրեմն թե նախագահական ընտրությունների ժամանակ, թե թիմ ընտրությունների ժամանակ իրանց ուրեմն ծրագրում ամբողջը դեպի արևմուտք։ Իրան գտնում են, որ Թուրքիայում խիստ պետք է պահպանվի աշխարհիկության սկզբունքը եւ Թուրքիայի զարգացումը Եվրոպայի հետ է։ Հակառակ դեպքում Թուրքիան վերածվելու է հասարակ արևելյան իսլամական պետության բոլոր ուրեմն այսպես դրսևորումներով եւ վտանգներով, ինչը որ տարածաշրջանի մյուս երկրներին եւս սպառնում է։ Եվ Իմամօղլուն բավականին մտերիմ կապեր ունի տարբեր երկրների ներկայացուցիչների, դեսպաների հետ։ Եվ գիտեք, այդ ծրագրերում օրինակ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին նախադասություն չկա։ Նախագահականի ժամանակ դեռ մի նախադասություն կար, որ իրենք բարիդրացիական հարաբերություններ կզարգացնեն Ռուսաստանի հետ, բայց այսինքն իրենք չեն դիտարկում դա որպես կարևոր ուղղություն։ Նույնը մերձավոր արևելքում իրանք ավելի զսպված գործողությունների կողմնակից են։ Բնականաբար այս ամբողջ ինչ գործողությունները, որ Թուրքիան կատարում է, իրենք նշում են, որ դա Թուրքիայի համար կարող ավելի վտանգավոր լինել, ել չասեմ ծախսերը սոցիալական այդպիսի վատ պայմաններում։ Այսինքն այո, իրենք հենց ուղիղ եվրոպական ավելի շուտ արևմտյան ուղղությունն է ներկայացնում։ Հիմա փորձենք տեսնել, թե հատկապես որ ասում եք, այս խմորը դեռ շատ ջուր քաշի, ինչ ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների հետագայի վրա եւ հայ-ադրբեջանական գործընթացի։ Նախ նշեմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ըստ էության ոչ այս իշխանության, ոչ էլ եթե իշխանությունը փոխվի, որև իշխանության համար գերակայություն չի եղել, արտաքին քաղաքական գերակայություն չի եղել։ Այնպես որ այս առումով էական բան չի փոխվելու, որովհետև Հայաստանի նկատմամբ ձևավորված քաղաքականությունը դեռ 90-ականների սկզբից է ձևավորվել, այն ինչ վիճակ, որ մենք այսօր ունենք, որտեղ կառավարության մաս են կազմել նաև նույն քեմալականները, մայր հայրենի կուսակցությունը, ճշմարիտ ուղի կուսակցությունը, այսինքն ձևավորված քաղաքական կուրսի մասին է խոսքը եւ հետեւաբար ուղղակի նաև պետքա դիտարկել, որ պետքա քաղաքական որոշում հարաբերությունները կարգավորելու համար ինչ որ մի պահի։ Ես բայց ուրիշ միշտ կապվում է հայ-ադրբեջանական գործոնի հետ այո կա, բայց ես այստեղ ուղղակի միտքս ավարտեմ, որ ավելի արևմտամետ, ավելի աշխարհիկ, ավելի դեմոկրատական արժեքներով առաջնորդվող Թուրքիան ավելի կանխատեսելի է, քան թե մյուս Թուրքիան։ Սա Հայաստանի համար իմ կարծիքով ամենագլխավոր ընդհանուր եթե ռազմավարական տեսանկյունից ենք դիտարկում։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, տեսեք, այս իշխանությունը շատ սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ։ Շատ հարցեր լուծվում են ոչ թե Թուրքիա եւ Ադրբեջան պետությունների միջև ձեռք բերված պայմանավորվածություններով, այլ Էրդողան-Ալիև ձեռք բերված պայմանավորվածություններով։ Ալիևը նմանատիպ սերտ հարաբերություններ ընդդիմությունից ոչ մեկի հետ չունի։ Հետևաբար այս համատեքստում հնարավոր է որոշակի չէ, հնարավոր են փոփոխություններ, եթե տեղ ունենա իշխանապողություն։ Ալիև-Էրդողան հարաբերություններում էլ տեղ-տեղ ժամանակ առ ժամանակ ինչ-որ խնդիրներ առաջանում են, չէ՞, ասենք Մարգարայի անցակետը ժամանակավորապես բացվել է, Ադրբեջանը այսպես շատ ջղաձիկված ընդունեցին, հայտարարեցին, թե մենք տեղեկացված չենք, մեզ բան չեն ասել, հետո Թուրքիան հերքեց եւ այլն եւ այլն։ Դե ես այդ դետալների վրա ընդհանուր ռազմավարական տեսանկյունից ուշադրություն չէի դարձնի, այո, որտեվ Թուրքիան եթե որոշի ինքը սահմանը բացել, Ադրբեջանի խոսքը հաստատ չի լսելու, այս էլ օրինակ, որ իրենք բացել են եւ մի քիչ անգամ ծիծաղալու է, որ Ադրբեջանին պետքա տեղյակ պահի։
Մեկ հարցելու երևի ավարտենք արդեն, իսկ Թուրքիայում տեղի ունեցողը ինչ ազդեցություն կունենա Ադրբեջանի ներկա ռետորաբանության, ագրեսիվ նկրտումների վրա։ Ես կարծում եմ այդ առումով Ադրբեջանը ավելի զսպվածություն կցուցաբերի, որովհետև Ադրբեջանի ընդհանրապես Հայաստանի հետ կապված բոլոր գործողությունները Ադրբեջանը միշտ է քննարկում եւ որոշում է Անկարայի հետ միասին։ Այսինքն, եթե Անկարայի համար այս խնդիրները գնում են ավելի երրորդական, չորրորդական պլան, ինքը կենտրոնանում է ուրիշ խնդիրների վրա, այստեղ պետք է Ալիևը միայնակ որևէ տիպի գործողության չի գնալու։ Եվ այս առումով կարծում եմ, դրական բառը ասեմ, այդպիսի ազդեցություն կունենա հետագա գործընթացների վրա։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի թուրքագետ Նելի Մինասյանի հետ, կհանդիպենք։